Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում Բանն Աստծո քրիստոնեական հաղորդաշարն է։ Այսօր կխոսենք Հովհաննեսի ավետարանի 5-րդ գլխում Տեր Հիսուսի նոր աստվածաբանական պնդումների մասին։ Սրա ուսումնասիրության համար մեզ պետք է նախ անդրադառնալ Հովհաննեսի ավետարանի 5-րդ գլխում նկարագրված մի հրաշքին։ Այս հրաշքը Հիսուս արեց Երուսաղեմում։ Բեթեսդա կոչվող ավազանի մոտ նա հանդիպում է ֆիզիկապես անօգնական մարդու։ Բեթեսդա բառը նշանակում է ողորմության կամ կարեկցության տուն։ Ավազանն այդպես էր կոչվում շնորհիվ 5 սրահի կամ շքամուտքի, որոնք շրջապատում էին այն, եւ որոնց ներքո հաշմանդամարտիկ, կույրեր, կաղեր, չորացածներ կամ ինչպես թարգմանված է անգլերենում կաթվածահար եղածներ ապաստան էին գտնում։ Հնագույն հավաստի ձեռագրերի մեծ մասում բացակայում է բացատրությունը, որը տրվում է 3-րդ խոսքի վերջում եւ ամբողջ 4-րդ խոսքում։ Կարծիք կա, թե այդ բացատրությունն ավելացվել է ավելի ուշ տեքստը կրկնօրինակողի կողմից 7-րդ խոսքը մեկնաբանելու համար։ Հնարավոր է այստեղ գործ ունենք հին ժողովրդական համոզմունքի հետ։ Եվ այսպես առաջանցնելով նշեմ, որ Հիսուսի Հովհաննեսի ավետարանում արձանագրված առաջին երկու նշանները՝ ջուրը գինու վերածելը եւ թագավորի պաշտոնյայի որդու բժշկելը, կատարվեցին ի պատասխան ստույգ խնդրանքի։ Բեթեսդա ավազանի մոտ եղող մարդու բժշկությունը սակայն տարբեր է։ Այս դեպքում Հիսուս նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը եւ անսպասելի մի հարց տալիս. «Կամենում ես առողջ լինել»։ Մարդը իր հավատը գործի դնելով ստանում է բժշկություն։ Այս մասին կարող եք կարդալ Հովհաննեսի ավետարանի 5-րդ գլխի 1-ից 9-րդ խոսքերում։ Այսպիսով հնարավոր չէ ըմբռնել հիշյալ հրաշքի ամբողջ նշանակությունը առաջացած վիճաբանությունից առանձին։ Հրաշքը տեղի է ունեցել շաբաթ օրը, եւ որոշ հրեաներ, որ Երուսաղեմում կրոնական իշխանության ներկայացուցիչ էին, քննադատեցին մարդուն շաբաթը խախտելու համար, որովհետև վերցրել ու տարել էր իր անկուղինը։ Աստվածաբան Ֆրեդերիկ Բրյուսը մեկնաբանում է նշյալ օրենքը հետևյալ կերպ. Ծերերի ավանդությունը տարբերակում էր աշխատանքի 39 տեսակ, որ չէր կարելի անել շաբաթ օրը։ Դրանցից 39-րդը բնակության մի վայրից մյուսը ինչ-որ բեռ տեղափոխելն էր։ Ինքն իրեն պաշտպանելու համար բժշկված մարդն արձագանքում է քննադատությանը նշելով իրեն բժշկած Հիսուսի հրահանգը, թեև այդ պահին դեռևս չէր իմանում Հիսուսի անունը։ Այստեղ կցանկանայի մի դիտողություն անել։ Բժշկված մարդու խոսքերում մենք նկատում ենք մի ակնարկ, որ եթե այդ մարդը ունակ էր բժշկելու իրեն, մի դեպքում, որ անհնար էր թվում, ուրեմն նա նաև լիազորություն ուներ խոսելու այն մասին, ինչ հրեաները քննադատում էին։ Եվ հետևաբար նա, ում Հիսուսն այդպիսի մեծ բարեգործություն էր արել, պետք է խոնարհվեր նրա իշխանության առջև։ Ավելի ուշ Հիսուս կրկին գտնում է այդ մարդուն եւ մեկ այլ պատվեր տալիս. այլևս չմեղանչես, որ ել ավելի չար բան չլինի քեզ։ Ըստ այդ հրահանգի բարոյական բնույթի Հիսուս ցույց է տալիս, որ ինքը մտահոգված է այդ մարդու կատարյալ բժշկությամբ, նրա հոգևոր բարեկեցությունը շատ ավելի կարևոր է, քան նրա ֆիզիկական վիճակը։ Դա վկայում է Հիսուսի հրաշքների բարոյագիտական եւ հոգևոր նպատակի մասին։ Այս դեպքի պատմությունը ամբողջացնելու համար նշեմ նաեւ, որ հայտնի չէ գրվածքից, թե ինչ դրդապատճառներ ուներ մարդը, երբ իշխանավորներին հայտնեց, որ իրեն բժշկողը Հիսուս էր։ Որոշ մեկնիչներ կարծում են, թե դավաճանություն էր դա։ Մյուսները, թե նա ցանկանում էր ողջ փառքը Հիսուսին տալ, նրա կատարած մեծ հրաշքի համար։ Հովհաննեսը կարծես չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու մարդն այդպես վարվեց, այլ ուշադրությունը կենտրոնացնում է Հիսուսի խոսքերի, գործերի նկատմամբ աճող վիճաբանության վրա։ Ի պատասխան հրեաների մեղադրանքների Հիսուսի պնդումները եւս 2 տար են ավելացնում այն նոր կարգի վրա, որը նա բերում է աշխարհ։ Շաբաթի վերաբերյալ նոր բարոյական հասկացությունը եւ նոր աստվածաբանությունը։ Առաջինը շաբաթի նոր բարոյագիտական հասկացությունը։ Հրեաները քննադատեցին Հիսուսին շաբաթ օրը հիվանդին բժշկելու համար։ Հիսուս դրան պատասխանեց, ասելով. «Իմ հայրը մինչև հիմա գործում է եւ ես էլ գործում եմ»։
Հրեաները համաձայն էին, որ իր ստեղծագործության նկատմամբ Աստծո հոգատարությունը երբեք չէր դադարում, սակայն նրանք հավատում էին, որ շաբաթ օրը գործելու մենաշնորհը պատկանում էր միայն Աստծուն։ Անգլերեն NIV ուսումնական աստվածաշնչում գրված է. Բացի դրանից Հիսուս ցույց տվեց, թե ինչպես պետք է պահել շաբաթը։ Այդ օրը Աստված չի դադարում անել իր կարեկցող գործերը, Հիսուս նույնպես չի դադարում անել դրանք։ Երկրորդը՝ նոր աստվածաբանություն։ 17-րդ խոսքում Հիսուսի պատասխանը նրան սպանելու ավելի մեծ ցանկությամբ էր լցնում հրեաներին։ Նա ոչ միայն խախտում է շաբաթի վերաբերյալ նրանց օրենքները, այլև, ինչպես գրված է 18-րդ խոսքում, Աստծուն էլ իրեն հայր էր ասում, իր անձն Աստծուն հավասար անելով։ Հիսուսն առիթ օգտագործում է բազմակիորեն զարգացնելու հոր հետ իր ունեցած յուրօրինակ հարաբերությունների թեման։ Հրեաները խստագույնն ընդդիմանում էին այդ հարաբերության մասին նրա հայտարարությանը։ Հիսուսի պնդումները 19-ից 30-րդ խոսքերում անշուշտ սաստկացնում են վիճաբանությունը, քանի որ, ինչպես նշում է Մերիլ Թենին, դրանք դուրս են գալիս մարգարեական պաշտոնի սահմաններից։ Աստվածաշնչի մեկնաբաններից շատերն այս եւ հաջորդ հատվածը դիտում են որպես Հիսուսի ամենապաշտոնական, ամենահամակարգված եւ ամենականոնավոր հայտարարություն, որն առնչվում է հոր հետ իր միաբանությանը, աստվածային հանձնարարությանը եւ իշխանությանը, ինչպես նաեւ իր մեսիա լինելու ապացույցներին։ Խոսելով իր դիրքի եւ հոր հետ ունեցած գործնական հարաբերության մասին, Հիսուս 3 անգամ գործածում է ազդու բանաձև. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ։ 19-րդ, 24-րդ եւ 25-րդ խոսքերում անգլերենում թարգմանվում է ես ճշմարտությունն եմ ասում ձեզ արտահայտությամբ։ Հիսուս հաճախակի էր գործածում այս բանաձևը իր հայտարարություններին հատուկ կշիռ եւ կարեւորություն տալու համար։ Համեմատեք Հովհաննեսի 3-րդ գլխի 3-րդ տողի հետ։ Նշյալ բանաձևը բնագրում ուներ այսպիսի տեսք. ամեն, ամեն, իսկ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում ճշմարիտ, ճշմարիտ։ Ամեն անգամ, երբ տվյալ բանաձևը գործածվում է 5-րդ գլխում, Հիսուս ուսուցանում է նոր աստվածաբանություն։ Հովհաննեսի 5-րդ գլխի 19-ից 29-րդ խոսքերում է տրվում այդ նոր աստվածաբանությունը եւ աստվածաբանական կարեւորություն ունեցող 3 կողմերը։ Առաջինը 19-րդ խոսքում խոսում է որդու հորից կախման մասին։ Սա ընդգծում է աստվածաբանական կարեւորությունը քրիստոսաբանության տեսանկյունից։ Նշեմ, որ քրիստոսաբանությունը ուսումնասիրություն է Քրիստոս անձի եւ նրա գործի մասին։ Երկրորդը 24-րդ խոսքում Տեր Հիսուսը տալիս է հավատացյալի փրկության աստվածաբանական պնդում, որն ունի կարեւորություն փրկաբանության տեսանկյունից։ Վերջինս ուսումնասիրություն է փրկության մասին, երբ խոսքը հատկապես Հիսուս Քրիստոսի իրագործած փրկության մասին է։ Երրորդ աստվածաբանական ճշմարտությունը, որը կարդում ենք 25-րդ խոսքում, վերաբերվում է հավիտենական կյանքին։ Սա աստվածաբանության մեջ առնչվում է վախճանաբանության ոլորտին, որը ուսումնասիրություն է վերջին ժամանակների մասին եւ ընդգրկում է Քրիստոսի երկրորդ գալուստին, մեռելների հարությանը եւ վերջին դատաստանին առնչվող քրիստոնեական վարդապետությունները։ Այս հատվածի ուսումնասիրությունը ամբողջական չէր լինի, եթե չանդրադառնայինք նաեւ այս գլխում բերված Տեր Հիսուսի 5 վկայություններին։ Հիսուսի յուրօրինակ պնդումները իր մեծ համարձակության արտահայտությունն էին։ Նրա ունկնդիրների հրեաների համար այդ պնդումներին հնարավոր էր արձագանքել միայն 2 ձևով։ Առաջինը ընդունել նրան որպես Աստծո որդու եւ հնազանդվել նրա խոսքերին, կամ երկրորդը ամբողջությամբ մերժել նրան եւ մեղադրել աստվածանարգության մեջ։ Հիսուսի պնդումների հակասական բնույթը պահանջում էր հիմնավորում։ Ուստի նա 5 վկայություն բերեց, այդ թվում հենց իր վկայությունը, իր պնդումները վավերացնելու համար։ Առաջինը նրա վկայությունը իր մասին։ 30-րդ խոսքում դատավոր Հիսուսից անցնում է վկա Հիսուսին։ Նա նշում է, որ իր դատաստանն արդար է, որովհետև ինքն անձնական շահ չունի դրանում։ Նրա նպատակը հորը
իրեն ուղարկողին գոհացնելն է։ Հովհաննեսի 8-րդ գլխի 14-րդ խոսքում Հիսուս հայտարարում է. «Թեև ես վկայեմ իմ անձի համար, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղից եկա եւ որտեղ եմ գնում»։ Աստվածաբան Մերիլթենին անդրադառնում է 5:31 եւ 8:14 միջև ակնհայտ տարաձայնությանը։ 5-րդ գլխի 31-րդ խոսքում գրված է. «Եթե ես ինձ համար վկայեմ, իմ վկայությունը ճշմարիտ չէ»։ Թենին նշում է, որ դա հղում է իրավական օրենքին, ըստ որի սեփական անձի մասին տված մարդու վկայությունն անընդունելի էր որպես դատարանում տրվելիք ապացույց։ Դատարանում մեկից ավելի մարդկանց վկայությունն է պահանջվում որևէ հայտարարություն ճշմարտացիությունն ապացուցելու համար։ Ու թեև Հիսուսի իր մասին տված վկայությունը ճշմարիտ է, դատարանում այն չէր ընդունվի որպես վավերական վկայություն, եթե այլոք չվկայեին նրա ինքնության մասին։ Համեմատեք 2 Օրինաց 19-րդ գլխի 15-րդ խոսքի հետ։ Բայց եւ այսպես այլ վկաներ կան, օրինակ Հովհաննես Մկրտիչը, Հիսուսի գործերը, հայրը եւ գրվածքը։ Երկրորդը Հովհաննես Մկրտչի վկայությունը։ Մենք արդեն տեսանք, որ Հովհաննես Մկրտիչը պարզորոշ վկայեց Հիսուսի մասին, քանի որ հրեա իշխանավորներն արդեն ընդունել էին Հովհաննեսին որպես Աստծո կողմից ուղարկված պատգամաբերի, նրանք անշուշտ պետք է հասկանային, որ Հիսուսի մասին նրա վկայությունը ճշմարիտ է։ Եթե նրանք ընդունեին Հովհաննեսի վկայությունը, կընդունեին նաև Հիսուսի շնորհած փրկությունը։ Ուշադրություն դարձրեք, որ 5-րդ գլխի 35-րդ խոսքը գրված է անցյալ ժամանակով եւ ըստ էության մատնանշում է, որ մինչ այդ Հովհաննես Մկրտիչն արդեն գլխատվել էր։ Համեմատեք Մատթեոսի 14-րդ գլխի 1-12-րդ խոսքերի հետ։ Հովհաննեսը լույսը չէր, սակայն Հիսուս նրան բնութագրում է որպես ճրագ, որ վառվում էր եւ լույս էր տալիս, որովհետեւ նա աշխարհին ցույց էր տալիս լույսը, այսինքն Հիսուսին։ Երրորդ գործերի վկայությունը։ Հիսուս ասաց, որ իր գործերի վկայությունն ունի ավելի մեծ կշիռ, քան Հովհաննեսինը։ Ըստ Մերիլթենի, երբ խոսքը Հիսուսի մասին է, 4-րդ ավետարանում գործեր բառը մշտապես գործածվում է որպես գործողություն, որը բնորոշ է տվյալ անձի բնավորությանը։ Այսինքն Քրիստոսի ճշմարիտ բնավորությունն է ի հայտ գալիս նրա արած գործերով։ Նրա հրաշքները նշան էին, որ հայտնում էին նրա աստվածային զորությունը, որն էլ գագաթնակետին հասավ նրա մեծագույն գործի ժամանակ իր մահվան միջոցով աշխարհին տրված փրկությամբ։ Համեմատեք Հովհաննեսի 3-րդ գլխի 17-րդ խոսքի հետ։ 4. Հոր վկայությունը։ Այստեղ նշվում է այն 3 դեպքերի մասին, որոնց ժամանակ երկնքից ձայն էր հնչել եւ հաստատել, որ Հիսուս Աստծո որդին է։ Հրեաները լսել էին ոչ միայն հոր վկայությունը, այլև մարգարեներին, որ հաճախ վկայում էին եկող Մեսիայի մասին, իրենց տրված Տիրոջ խոսքի միջոցով։ Դա մեծ վկայություն էր նրանց համար, որոնց սիրտը պատրաստ էր ընդունելու ճշմարտությունը։ 5-րդը գրվածքի վկայությունը։ Աստվածաբան Մերիլթենին նշում է, որ հրեաները հավատում էին, թե հին կտակարանի գրվածքը ջանասիրաբար ուսումնասիրելու միջոցով հնարավոր է հավիտենական կյանք ստանալ։ Իսկ այդ մասին Ֆրեդերիկ Բրյուսը գրում է. Սարսափելին այն է, որ այդ մարդիկ չնայած նրանց սուրբ գրվածքի փութաջան ուսումնասիրությանը երբեք չէին գտել բանալին, որը կարող էր հանգեցնել իրենց նպատակին։ Այդ կյանքը հնարավոր էր ստանալ միայն նրա միջոցով, ում մասին գրվածքը վկայում էր։ Ժողովուրդը հրաժարվեց հավատալուց, որ Հիսուս այն Մեսիան է, ում մասին Մովսեսն ու մարգարեները մարգարեանում էին։ Հետևաբար նրանք բաց թողեցին այն, ինչի համար այդքան ջանասիրաբար ուսումնասիրում էին գրվածքը։ Եզրափակելով այսօրվա մեր թեման, նշեմ, որ հաջորդ խոսքերում Հիսուս անդրադառնում է հրեաների անհավատությանը, որի հիմնական պատճառը, ինչպես նաև նրանց թշնամության պատճառը այն էր, որ Աստծո սերը նրանց սրտերում չէր։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։
եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ անգամ։